Որ ասում են մահերը շարունակվում են այս իշխանության օրոք, դուք տեսաք, որ երեկ Բորիս Ավագյանը Սանկտ Պետերբուրգում հյուպատոսարանից տեսաուղերձ էր հղել, որ ուզում է արտահանձնվել Հայաստան։ Վաղ առավոտյան նրան զուգարանում մահացած են գտնում, փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը որևէ պատճառ չուներ ինքնասպանության, սա սպանություն է, խնդրեմ։ Ես չեմ կարող ասել անկեղծ ասած եւ հանգամանքներին ծանոթ չեմ եւ իրան ծանոթ չեմ եւ իր գործունեությանը որևէ կերպ ծանոթ չեմ եւ այդ որևէ մեկնաբանություն այդ իմաստով չեմ, այսինքն եթե փաստաբանը որոշակի իրազեկվածություն ունի, կարող է իր գործի հանգամանքները իր հետ տեղ ունեցող ոչ Հայաստանում իր քրեական վարույթներին եմ ծանոթ, որ իմանամ ինչ կապ ունի, ոչ գիտեմ ինքը այնտեղ ինչով էր զբաղվում, այսինքն մի բանից որ տեղյակ չեմ կարող որևէ մեկնաբանություն անել։ Մի բան է ցավալի, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացության տարածքում մարդու մահը դա նաև դիվանագիտական ներկայացության պատասխանատվության տիրություն է եւ իրենք պետք է հասկանան թե այդ հանգամանքները այնտեղ փոխեն պարզել, որովհետև դիվանագիտական գլխավոր հյուպատոսությունը դա լիարժեք դիվանագիտական ներկայացություն է, այսինքն դա պատվո հյուպատոսի գրասենյակ չէ, դա գլխավոր հյուպատոսությունն է մեր եւ այնտեղ գլխավոր հյուպատոսը մյուս դիվանագետները պատասխանատվություն են կրում, այնտեղ տեղ ունեցած ցանկացած իրադարձության, այդ թվում նաև ողբերգական իրադարձությունների համար։ Իրենց համագումարն էր, պարոն Ղազարյան, տեսակ հուզվել էր, ծնկաչոք ներողություններ խնդրում, գեցեք։ Ներկայացում էր գնացել դերասանների աշխարհը ոգևորված մի հատ անհաջող Բայց ասում է հիմա ինքը սնուցվում է հայ մայրերով եւ այս խաղաղությունը իրեն տվել են հայ մայրեր։ Ովքեր են այդ հայ մայրերը, մայրեն, չգիտեմ, ճիշտն ասած չեմ կարող պատկերացնել թե ովքեր են, ում են սնուցել, իրան որտեղ են սնուցել, ոնց են սնուցել, չեմ կարող ասեմ։ Ինչ էր անում ինքը։ Ես մի բան գիտեմ, որ կա պետությունը ունի քաղաքացիները արտահայտում են իրենց դիրքորոշումները հանրային տարբեր հարցերի վերաբերյալ, քաղաքացիները ձևավորում են իշխանություն, այդ իշխանությունը ձևավորում են քաղաքական ուժերի տված նախընտրական խոստումներից եւ այն քաղաքական ուժերը, որոնք այդ խոստումներով գալիս են իշխանության, պարտավոր են ժողովրդի տված իրենց խոստումները կատարեն հարգելով այդ երկրի սահմանադրությունը եւ օրենքները։ Հիմա ինքը խաբել է մեր ժողովրդին, տիրացը ուրիշ խոստումներ է տվել, ուրիշ բան է խոստացել, խաբել է այդ մարդկանց, շարլատան, տիրացել է այդ ժողովրդի օրինական իշխանությանը, եկել է այդ պետության սահմանադրությունը, օրենքները, անկախության հռչակագիրը խախտելով, կատարում Ադրբեջանի նախագահի բոլոր հանձնարարությունները։ Ինչ մայր, ինչ հայր, ինչ կնիկ, ինչ երեխա, ասես բաները, ապուշ հիմարությունները դուրս տալով ժամանակ անցկացնում։ Բայց իր վերջին ասում եք ապուշություն, բայց իր վերջին հայտարարություններից մեկով ըստ էության ինքը մեզ օկուպանտ հռչակեց։ Եվ հիմա հարց է, չէ՞, տրամաբանական առարկա։ Ինքն էլ հաստատեց։ Ինքը Ալիևն ինչ ասում է հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ֆաշիստական պետություն է, հայերը ֆաշիստներ են, միշտ իրենց կազմից ընտրել են ֆաշիստ նախագահներ, որոնք ազգայնական են եղել, որոնք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ են, նույն բան ինքն է կրկնում, ասում է դե բերեք սաղիդ հավաքեմ տանեմ ԱԱԾ մեկուսարան, այնտեղ իրար հետ ձեր հարցերը լուծեն, հանձնելու է այս ամբողջ երեկվա իր խոսացածի գրառումների իմաստը այն է, որ նա Հայաստանի բոլոր ժամանակների ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալելու է հանձնի Ադրբեջանի իրավասու մարմիններին, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այս պահին կա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով առանձնացված գործի մաս, որով հիմա իրականացում է վարույթ, այդ վարույթով իր թվարկած մարդիկ ունեն մեղադրալի կարգավիճակ, իսկ Հիկմետ Հաջիևն էլ ասել է, որպեսզի Հայաստանը Ադրբեջանի հետ բարեկամություն ունենա, պիտի որպես բարի կամքի դրսևորում բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում պատասխանում են Ադրբեջանի իրավապահ մարմիններից, պետք է նրանց հանձնեն Ադրբեջանին, որպեսզի ստեղծվի բարեդրացիական, բարի կամքի մթնոլորտ, որպեսզի հաստատվի խաղաղություն։ Ինքն էլ է դա անում։ Բայց ասում էր 18 տարեկան մեր տղերքին ինչ եք ուղարկել օկուպացված տարածք, հիմա ինքը իրաց տան խոսակ, ինքը պիտի իրան հետ ասենք ասենք իր ծառայությունը
ժամկետային ծառայությունը, ընդ որում կամավոր իր դիմումի հիման վրա, ինչի է իրականացրել Արցախի պաշտպանության բանակում։ Աշոտ Փաշինյանի ոչ մեկ զոռով Արցախ չի տարել, ինքը մեր հավաքակայանում դիմում է գրել, խնդրել է, որ իր ծառայությունը կազմակերպեն Արցախի պաշտպանության բանակում։ Ընդ որում մինչև ծառայության գնալը ինտերվյու է տվել լրատվամիջոցներից մեկին եւ այդ իր հայրենասիրական մղումն է, որ ինքը, այսինքն ոչ թե այնտեղ հավաքակայանում են իրան խնդրել ստիպել, բացատրել բան, այն ինքը նախապես մինչև ծանոթագիրը որ ստացել էր, ասել էր ես ծանոթագիր եմ ստանում, բանակ եմ մտնում, ես ընթալու եմ Արցախ ծառայեմ։ Ընդ որում դա արել է նաեւ իր հետ Պաշտպանության նախարար աշխատած Դավիթ Տոմոյանի որդին։ Այսինքն դա էլ է ոչ թե իր դեպուտատ եղած ժամանակ, լրագրող եղած ժամանակ, այլ վարչապետի պաշտոնում, վարչապետ եղած ժամանակ։ Մենակ իր տղան է։ Մինչև տղու բանակ գնալը 2016 թվականին։ ՔՊ-ի կամավորական ջոկատ ունեին, ինքը Սասուն, ինչ էին, Միքայելյանը, Ռուբինյանն էլ եղել, Հակոբ գնացել էին Արցախի պաշտպանության բանակ, Մարտակերտի ուղղությամբ, կցվել էին զորամասերից մեկին, ստացել են մարտական առաջադրանք, փոս են փորել, ոչ թե մտել են մեջև ծածկ են վրեկներից, այնպես այդ փոսը բաց թողել են, հենց եկել են։ Բայց մեկ իրանց չի հարցնում, ասի ավտոմատով նկարվել, բա դու զինվորական համազգեստով հայկական բանակի։ Հիշեցրեք, հա, ապրիլյան պատերազմին, բա դու ավտոմատը ձեռդ, լապատկան էլ հետդ։ Գնացել էիր Արցախի պաշտպանության բանակում, ինչ գալաթ էր անում, եթե դի 91 թվականից Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, ձեր ամբողջ ՔՊ-ի հետ միասին։ Դե գնացեք հանձնվեք Ադրբեջանի իշխանությունների կամ գնացեք Հայաստանի դատարաններում դատվեք որպես պետական դավաճան։ Այն ժամանակ ասում եք սա մեր հայրենիքն է, պաշտպանում եք։ Հիմա ասում եք 44 օրյա պատերազմի ժամանակ իրականիկը առաջի օրվանից ամբողջ 44 օրերն եղել է Արցախում, այդ թվում այցելել է հրամանատարաշտաբային կետ, այդ թվում ունեցել է քաղաքական հանդիպումներ։ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետ, 44 օրերից 40 օրեր եղել է Արցախում հրամանատարաշտաբային կետում։ Սուրեն Պապիկյան, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար, Արարատ Միրզոյան, ազգային ժողովի նախագահ, Արգիշտիկ Քյարամյան, ԱԱԾ տնօրեն, էլի մի շարք падգամավորներ, պաշտոնյաներ։ Բայց Հայաստանում, երբ որ Արցախի վրա հարձակում էր, Հայաստանում ռազմական դրություն ինչի է հայտարարվել։ Հայաստանում համընդհանուր զորահավաք ինչի է հայտարարվել։ Այդ սա որոշումներով ինքը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին այցելել է Արցախ, գնացել է հրամանատարաշտաբային կետ, մասնակցել է ռազմական գործողությունների պլանավորմանը եւ իրականացմանը։ Հիմա այս ամեն ինչը դրել է մի կողմ, եկել է ասում է ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ուզում եմ բանավիճեմ, թե 2020 թվականին ինչի եմ գնացել Արցախի պաշտպանության բանակում մարդ ղեկավարել։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քեզ ասել գնաս, որ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ես ուզում վիճես։